Զատկական տոնախմբությունները կրթական հաստատություններում շարունակվում են։ Մեր ժողովուրդն ավանդաբար Սուրբ Հարության տոնը նշում է ընդհուպ մինչև Համբարձման օրը։ Համախմբվել էին նաև Աբովյանի երկրորդ հիմնական դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները։ 6-րդ դասարանցիները նրանց համար հանդիսություն էին կազմակերպել դպրոցի նոր նորոգված դահլիճում։ Ամենասպասված հյուրերն այստեղ Մայրաթորի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան Աբեղան-Նավասարդյանն ու Աբովյանի ծերատան բնակիչներն են։ Երեխաներն արդեն 2 տարի է հայոց եկեղեցու պատմություն են անցնում։ Հետաքրքիրն այն էր, որ միջոցառումը ոչ թե եկեղեցու պատմության, այլ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհու հետ էին պատրաստել։ Բեմն ամբողջությամբ զարդարված էր դպրոցի բոլոր դասարանների սաների ձեռագործ աշխատանքներով։ Երեխաները բեմադրել էին նաև ավետման տեսարանը։ Մի վախեցիր, Մարիամ, ես Գաբրիել հրեշտակն եմ, դու Աստծո շնորհն ես ստացել եւ Աբրահամյանաց ու որդիքս ես։ Հնչեցին մայրիկներին ու տատիկներին նվիրված բանաստեղծություններ ու երգեր, հուզված էին հատկապես տատիկները։ Նրանք տարոտ են երեխաների եւ այս գեղեցիկ բեմադրությունները շատ հուզեց իրենց։ Ուրախ են, գոհ են, շնորհակալ են, մեծ բավարարվածություն ստացան եւ կարող են հանգիստ գնալ ծերանոց պատմել մյուսներին։ Միջոցառման երկրորդ մասն ամբողջությամբ Հարության տոնին էր նվիրված։ Աշակերտները ներկայացրեցին քրիստոնյաների համար ամենակարևոր այդ իրադարձության պատմությունն ու խորհուրդը։ Զատիկի օրը մայրիկս գնում է ձվեր եւ նրանք ներկում ենք կարմիր, դնում ենք խոտերի մեջը։ Հետո գնում ենք եկեղեցի եւ տուն ենք բերում ճրագը։ Ես ուրախ եմ լինում, որ մենք նշում ենք Զատիկը։ Ամեն անգամ որ մտնում ենք դպրոց, այս միջոցառումները մեզ նոր լիցքեր են տալիս, նոր ուժ են տալիս, նորոգում են մեր հավատքը, նորոգում են մեր աշխատանքի նպատակաուղղվածությունը։ Հայր Սուրբը հույս հայտնեց, որ այս երեխաներն նոր-օրի ավելի կզորանան իրենց հավատի մեջ, կկրթեն նաև ընկերներին, հավատարիմ մնալով առաքելական Սուրբ եկեղեցու մեր ավանդույթներին։